Ես կարծում եմ, որ իրենք չունեն խաղաղության օրակարգ։ Որտեվ խաղաղության օրակարգ ունենալու համար դու պետք է ասես ինչպես ես անելու, ինչ ես անելու եւ ինչպես ես անելու։ Ինչ փիլիսոփայության շրջանակներում ուղղակի ասել, որ արժանապատիվ խաղաղություն ենք մենք հաստատելու եւ ավելի ուժեղ դիրքերից ենք բանակցելու, դա ներողություն, բայց ոչինչ չասել։ Այսինքն դրանով ոչ մի բան հասկանալի չի դառնում։ Ինչ է դա նշանակում։ Հասկանում եք, այսինքն այստեղ նույնն էլ հիմա իշխանությունները կարող են ասել, որ շատ արժանապատիվ խաղաղություն ենք մենք հաստատում, մեր օրակարգը հենց արժանապատիվ խաղաղություն հաստատելն է եւ ուժեղ դիրքերից խոսելն է։ Եթե ուժեղ չլինեինք, չէինք հասնի նրան, ինչին որ այսօր մենք օրինակ հասել ենք։ Եվ ինչ, այսինքն ոնց են դա վիճարկելու։ Հասկանում եք, այսինքն այստեղ դրա համար շատ կարևոր է տեսնել կոնկրետ ինչ են իրենք ասում։ Ինչ ձևով, նախ ինչ իրավիճակի, հետո գիտեք ինչ, այդ էլ է հետաքրքիր էլի, այդ որն է այդ մեր ձևը, այսինքն չենք հասկանում